Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Ծառուկյանի ձիերը քննչական խառնաշփոթի կենտրոնում, ինչու տապալվեց առգրավման օպերացիան։ Այլակարծությունը դառնում է մեղադրանք, ասֆալտին փռել, սատկացնել, ոչնչացնել բառերը իրականություն են դառնում, չեն խնայելու ոչ մի այլախոհի։ Բրյուսելում հայ գերիների հարցով համաժողով է ընթանում, ներկա է նաև Դավիթ Իշխանյանի որդին։ Բաքվի նավթային եկամուտները նվազում են, զենքը շատանում, Սյունիքի նշանակությունը մեծանում, ինչ է փոխվում տարածաշրջանում։ 18 ժամ անորոշության մեջ Աերոֆլոտի ուղևորները մնացել են Զվարթնոցում, ինչու Երևանում չկա ազատ հյուրանոց։ Քաղցրաշենում 13 տարեկան աղջիկ է մահացել, ինչ վարկած է շրջանառվում։ Գագիկ Ծառուկյանի ակտիվների շուրջ զարգացումները շարունակվում են Ռադար Արմենիայի տեղեկություններով ԲՀԿ առաջնորդին պատկանող Multi-Wellness ՍՊ-ի Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարան։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ արդեն մեկ շաբաթ է Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատանքը դադարեցրել են, իսկ Ծառուկյանը կալանավորված է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում թիրախում հայտնվել են անգամ նրա ձիերը։ Քննչական կոմիտեն պատրաստվում էր առգրավել 12 ազնվացեղ կենդանիներին, սակայն մի քանի օր տևած աղմուկից հետո որոշումը բեկանվեց։ Այդ ընթացքում կենդանիների խնամակալների պնդմամբ ձիերի մոտ 4 օր մնացել են առանց պատշաճ խնամքի։ Սեդա Մակարյանն է զրուցել ձիերի խնամակալների հետ։ Քննչական կոմիտեն որոշել էր առգրավել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այդ մասին փաստաբանը պաշտոնական ծանուցում էր ստացել։ Մի քանի օր շարունակ ոստիկանները ծառայություն էին իրականացնում Ծառուկյանին պատկանող ձիարշավարանի տարածքում, հսկելով բոլոր մուտքերն ու ելքերը։ Ձիերի խնամակալների խոսքով շուրջ 4 օր իրենք չեն կարողացել մտնել ներս, իսկ ձիերը մնացել են առանց պատշաճ խնամքի։ Միայն այսօր նրանց թույլատրվել է կերակրել կենդանիներին, բացի խնամակալներից որևէ մեկի մուտքը տարածք շարունակում է մնալ արգելված։ Վաղ առավոտից ձիարշավարանի մոտ էին նաև լրատվամիջոցները, պարզելու թե ինչ իրավական հիմքով է որոշվել առգրավել կենդանիներին։ Մի քանի ժամ տևած հրապարակային աղմուկից ու լուսաբանումից հետո քննչական կոմիտեն չեղյալ համարեց քննիչի որոշումը։ Առայժմ ձիերը կմնան իրենց տեղում։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Հովհաննես Վարդանյանը կատարվածը իրավաբանորեն անհասկանալի է համարում։ Նրա խոսքով Ծառուկյանի նկատմամբ հարուցված որևէ քրեական վարույթ որևէ առնչություն չունի ընտանի կենդանիների հետ։ Այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Փաստաբանի խոսքով ձիերի առգրավման որոշումն ինքը ստացել էր դեռ հուլիսի 10-ին, սակայն այն այդպես էլ չէր իրականացվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Միևնույն ժամանակ քննչական կոմիտեն հերքում է առգրավման մասին տեղեկությունը, պնդելով, որ քննիչները ձիարշավարան էին այցելել միայն կենդանիներին զննելու նպատակով։ Հիմնավորումը քննիչի որոշումն է առգրավում կատարելու, թե ինչի է հետաձգվում այդ մասով հիմնավորում չունենք, քանի որ վարույթն իրականացում մարմնի հետ կապ չենք հաստատել։ Փաստացի իրանք պետք է այսօր արդեն իրականացնեին առգրավումը։ Խնամակալներն ասում են այսօր արդեն քաղաքապետարանից տեղեկացրել են, որ կենդանիների հնարավոր տեղափոխումն անորոշ ժամանակով հետաձգվում է կրկին տեխնիկական պատճառներով։ Մինչ այդ նրանք ստորագրել են փաստաթուղթ, որով պարտավորվում են շարունակել կենդանիների խնամքը մինչև հարցի վերջնական լուծումը։ Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը ABC մեդիային փոխանցեց, որ իրենք եւս առգրավման գործընթացի հետ կապ չունեն, սակայն ձիերի խնամակալ Իլյոնա Թամամյանը մեծ զրույցում պատմեց, որ քննարկվել էր կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու տարբերակը, սակայն այնտեղ 12 ձի ընդունելու հնարավորություն չի եղել։ Այժմ դիտարկվում է նրանց Ուշի գյուղ տեղափոխելու տարբերակը, թեև ինչպես է դա իրականացվելու դեռ հստակ չէ։ Ձին շատ զգայուն եւ նուրբ կենդանի է։ Նրանց հետ պետք է վարվել հանգիստ եւ հավասարակշռված, որովհետեւ նրանք արտացոլում են մեր էներգիան։ Ինչպես մենք ենք նրանց հետ շփվում, այնպես էլ նրանք են արձագանքում մեզ։ Ձին նաեւ շատ հպարտ կենդանի է։ Մեզ մոտ կա 12 ձի։ Նրանք բոլորը 15-ից 20 տարեկան են, ինչը ձիերի համար արդեն հասուն տարիք է։ Այդ պատճառով մենք փորձում ենք նրանց հնարավորինս չտանել երկար ճանապարհ, քանի որ տեղափոխման ընթացքում նրանք կարող են վնասել իրենց։ Իսկ եթե ձին վնասի իր ոտքերը, ապա այլևս չի կարող մասնակցել աշխատանքին կամ մարզումներին։
Ձիարշավարանի ձիերն ազնված են, նրանց հատուկ խնամքի անհրաժեշտ կենդանիները նաև դեղեր են խմում։ Կան ձիեր, որոնք փոշուց ալերգիա ունեն, դեղ են խմում։ Կույր ձի էլ կա, որին վաղուց չեն հեծնում։ Խնամակալները նրանց խնամքով տանում են զբոսնելու, հատուկ օշարակներ են տալիս։ Մենք նաև աշխատում ենք հնարավորինս քիչ ծանրաբեռնել նրանց։ Մեզ համար ամենակարևորը նրանց առողջությունն ու բարեկեցությունն է, ոչ թե այն, թե որքան աշխատանք կկատարեն։ Եթե տեսնում ենք, որ ձին հոգնած է կամ հանգստի կարիք ունի, նախընտրում ենք նրան հանգիստ տալ, քանի որ նրա առողջությունը մեզ համար միշտ առաջնային է։ Մեզ մոտ յուրաքանչյուր ձի ունի իր անհատական աշխատանքը։ Նրանք ամեն օր դուրս են գալիս զբոսանքի, եթե նույնիսկ այդ օրը չեն աշխատում, միևնույն է, քայլում են, խոտ են ուտում եւ խաղում մանեջում։ Յուրաքանչյուր ձի ունի իր մարզիչն ու խնամակալը։ Իլյոնան արդեն 15 տարի է ձիերի խնամքով է զբաղվում։ Ասում է, դրանք երբեք չեն եղել եկամուտ ստանալու միջոց։ Ձիարշավարանը պարզապես հնարավորություն է տվել մարդկանց զբաղվել ձիասպորտով եւ խնամել կենդանիներին, որոնց հետ տարիների ընթացքում կապ են ստեղծել։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապ ունեցող մեկ այլ նախագծի շուրջ էլ այսօր պարզաբանում է եղել։ Խոսքը Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մասին է։ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը չի դադարեցվել։ Հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը, նշելով, որ աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շինարարությունը շուրջ 1 շաբաթ կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար Տրավերտին մատակարարող Multistone ընկերությունը չի գործում քննչական մարմնի սահմանափակումների պատճառով։ Իվետ Ատոնոյանի խոսքով ընկերության գործունեության դադարեցման հետևանքով քարի մատակարարման տեխնիկական դժվարություններ իսկապես առաջացել են, սակայն դրանք չեն ազդել շինարարության ընդհանուր ընթացքի վրա։ Վերջին շաբաթներին Հայաստանում իրավապահ համակարգի գործողությունները քաղաքական ամենաթեժ քննարկման թեման են դարձել։ Բանտեր, կալանքներ, խուզարկություններ, զանգվածային քրեական գործեր, իրականում բռնաճնշումները միայն ձերբակալությունները չեն, դրանք սկսվում են այն պահից, երբ քաղաքական գործունեությունը մարդու համար դառնում է ազատությունը, աշխատանքը կամ ունեցվածքը կորցնելու ռիսկ։ Իշխանությունը պնդում է, որ օրենքը բոլորի համար հավասար է, սակայն իրավապաշտպաններն ու փորձագետները պնդում են, որ երկրում ձևավորվում է քաղաքական բռնաճնշումների համակարգ, որտեղ թիրախում կարող է հայտնվել ցանկացած այլախոհ։ Հենց այս գնահատականի շուրջ էլ ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերի հանձնաժողովը։ Ինչպես է այլակարգությունը դառնում մեղադրանք, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր, կալանքներ, խուզարկություններ, աշխատանքից զրկված մարդիկ։ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։ Իշխանությունը պնդում է, իրավապահները գործում են բացառապես օրենքի շրջանակում։ Սակայն մի խումբ իրավապաշտպաններ, փորձագետներ հայտարարում են, երկրում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստացել։ Հենց այս գնահատականի հիման վրա էլ ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը խորանում է, իսկ հասարակության բևեռացումը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական դաշտից եւ հասել ընտանիքներ։ Մենք հստակ կանգնած ենք այսպես մի վիճակի մեջ, երբ որ մենք պարտավոր ենք ինչ որ ձևով միավորվել եւ նախ եւ առաջ այդ քաղ բանտարկյալները, որը միաժամանակ անձնական ատելության թիրախ են դարել եւ վենդետայի մի նոր 21-րդ դարում մի փուլ է, ես կարծում եմ մենք պետք է կարողանանք միավորվենք։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով խնդիրը միայն առանձին քրեական գործերը չեն։ Նրա գնահատմամբ սահմանադրական ինստիտուտներն աստիճանաբար կորցնում են իրենց անկախությունը, իսկ քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է իրավապահ համակարգ։ Սահմանադրական բոլոր իրավունքները խախտվում են եւ խախտում են փաստացի վարչապետի կողմից։ Ինքը հրահանգներ է տալի եւ բոլոր իրավունքները խոսքի, մտքի, սեփականության իրավունքի, խղճի եւ այլն կարելի ասել բոլոր սահմանադրական իրավունքները։ Եվ նաև ընտրություններին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, մի ամբողջ ֆրակցիա մի որոշումով թույլ չտվեցին մտնել խորհրդարան։
ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս հանելուց բացի գործող իշխանությունը հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ է գործադրել, նշում է Էլինար Վարդանյանն ու թվարկում, ովքեր են այս ընթացքում քրեական գործերով անցնում։ Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, Գագիկ Ծառուկյանը կալանավորված, Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում։ Ընդգծում է, որ քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական ու հետընտրական փուլում քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը։ Ցավոք սրտի այս իշխանությունները կարողացել են ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Մենք բազմիցս արձանագրում ենք, որ ամբողջը արվում էր ի սկզբանե վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակներում հնարավորություններ ձեռք բերում մեկուսացնել քաղաքական եւ հանրային գործիչներին եւ դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերին։ Էլինար Վարդանյանի խոսքով գործող իշխանությունը ոչինչ չի խնայում, պատրաստ է օրվա հացից զրկել քաղաքացուն իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։ Որպես օրինակ Վարդանյանը նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանների վիճակը, կապարակնքված դռներ, ակցիա անող աշխատակիցներ։ Բայց այդ ռեպրեսիաները միայն Ծառուկյանի աջակիցների շրջանում չեն։ Նույնիսկ ջուղերում, քաղաքներում եւ այլն ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատողներ, տնօրեններ աշխատանքից հեռացնում են, որովհետեւ իրենք ճիշտ ձևով չեն քվեարկել, ըստ այս փաստացի վարչապետի, իրենք կաշառքով են ընտրություն կատարել, հա, այսինքն սա վերաբերում է մեզ բոլորիս։ Հովհաննես Իշխանյանն Ադրբեջանում բանտարկված ու բանտում մահացած գործիչների, լրագրողների նկարներն իր հետ բերել։ Համեմատում է, ինչպես է վերջին 8 տարվա ընթացքում ժողովրդավարությունը նահանջել Հայաստանում ու նմանվել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին։ Այլ համեմատություններ եւս հնչեցին։ Ասուլիսի մասնակիցների խոսքով բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ երբեք այսքան մեծ թվով չեն եղել։ Մի կողմից տալով ժողովրդին հաց ու զվարճանքը տրամադրելով, հաջողացնելով խորոված փարթի, փրփուրների փարթի, համերգներ, մյուս ավելի են ագրեսիվացրել իրանց պահվածքը, որը որ կսատկացնենք, պատերով կծեփենք, ասֆալտին կփռենք, հենց վերջերս էլ ասին կոչնչացնենք քաղաքական ուժի նկատմամբ քաղաքականապես ասեցին մինչև վերջին մարտը եւ այդ խոսույթը անցնում է բոլոր ԿՊ-ականների անդամները դա կրկնում են համակարգով դա իջնում է ներքև քաղաքացիներն են կրկնում ֆեյքերն են կրկնում ու դա դառնում է մի մթնոլորտ որտեղ մարդիկ արդեն վախենում են ինչ որ բան ասեն։ Հանձնաժողովի անդամները հավաքագրում են այս ընթացքում բռնաճնշման ենթարկվածների ցուցակ նրանց աջակցելու համար։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարդու իրավունքների թեման այսօր քննարկվել է նաև Եվրոպական խորհրդարանում։ Այս անգամ Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ քաղաքական բանտարկյալների հարցով։ Եվրոպական խորհրդարանում անցկացվում է Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները եւ Եվրամիության ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողով։ Միջոցառումը կազմակերպել են Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Կոստաս Մավրիդեսը եւ Միդիամ Լեքսմանը Հոհիդա Եվրոպայի հայդատի գրասենյակի աջակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև Բաքվում պահվող Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։ Քննարկման առանցքում Ադրբեջանում պահվող հայ պատանների եւ քաղաքական բանտարկյալների վիճակն է, քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, կամայական կալանքների եւ խիստ դատավճիռների վերաբերյալ մտահոգությունները եւ դրանց ազդեցությունը Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Մինչ Եվրոպայում քննարկում են Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակը, Բաքուն բախվում է տնտեսական նոր մարտահրավերի։ Երկրի գլխավոր ֆինանսական հենարանը նավթային պահուստները սկսել են նվազել։ Գրեթե 5 միլիարդ դոլար ընդամենը կես տարվա ընթացքում։ Այսքանով են կրճատվել Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները։ Թեև երկիրը շարունակում է ունենալ ավելի քան 85 միլիարդ դոլարի ֆինանսական բարձիկ, փորձագետները կարծում են, որ խնդիրը պարզապես շուկայական տատանումները չեն։ Նրանց գնահատմամբ Ադրբեջանը մտնում է նավթային եկամուտների կառուցվածքային նվազման փուլ, ինչը կարող է փոխել նաև տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։
Լուրջ ճնշման տակ է հայտնվել Ադրբեջանի գլխավոր ֆինանսական հենարանը, նավթային եկամուտներից կուտակված պահուստները։ Ընդամենը կես տարվա ընթացքում երկրի ռազմավարական արժութային պահուստները նվազել են գրեթե 5 միլիարդ դոլարով։ Թեև Բաքվի ֆինանսական բարձիկը շարունակում է գերազանցել 85 միլիարդ դոլարը, տարվա սկզբից արձանագրված անկումը նոր հարցեր է առաջացնում։ Ինչով է պայմանավորված Ադրբեջանի գլխավոր ֆինանսական ռեսուրսի նվազումը։ Պաշտոնական տվյալներով 2026 թվականի առաջին կիսամյակի ավարտին Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կազմել են 85 միլիարդ 768 միլիոն դոլար։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի բարձր ցուցանիշ է, սակայն տարեսկզբի համեմատ պահուստները կրճատվել են մոտ 4.9 միլիարդ դոլարով կամ 5.4%-ով։ Անկման հիմնական պատճառը պետական նավթային հիմնադրամի Սոֆազի ակտիվների նվազումն է։ Հենց այստեղ են կուտակվում նավթի եւ գազի վաճառքից ստացվող եկամուտները, որոնք երկար տարիներ եղել են Ադրբեջանի տնտեսության եւ պետական բյուջեի գլխավոր հենարանը։ Ադրբեջանը ընդհանրապես վերջին 2010 թվականից սկսած սիստեմատիկաբար նավթի արդյունահանման ծավալները նվազում են։ Իսկ վերջին 7 տարիները մեծ նվազման տեմպերը մեծացել են։ Եթե նախկինում 2-ից 3% էր տարեկան նվազում, օրինակ անցյալ տարի 7%-ով է նվազել։ Բայց ինչու է նվազել Ադրբեջանի ոսկե պահուստը։ Պաշտոնական բացատրությունները վերաբերում են համաշխարհային ֆինանսական շուկաների տատանումներին, ներդրումային ակտիվների արժեզրկմանը եւ էներգակիրների գների փոփոխություններին։ Սակայն փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արտին Արաքելյանի կարծիքով խնդիրը շատ ավելի խորքային է։ Դրա մասին ըստ փորձագետի վկայում է նաեւ այն, որ բրիտանական British Petrol-ը Բաքու Թբիլիսի Ջեյհան նավթամուղի ղեկավարումը փոխանցել է Սոկարին։ Դա ինքնին նշանակում է, որ British Petroleum-ը վերջի տարիների իր վերլուծություններով եկավ այն եզրակացության, որ Ադրբեջանի նավթի արտադրությունը իսով չափ, այսինքն իջել է եւ դա արդեն ծախսատար է իրենց համար ամբողջը իրենք ղեկավարը։ Փորձագետի գնահատմամբ սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի նավթային եկամուտների աճի նախկին տեմպերը չեն վերականգնվի։ Միաժամանակ Բաքուն շարունակում է մեծացնել պետական ծախսերը առաջին հերթին ռազմական ոլորտում։ Տրանզուգահեռ երբ ինքը Արցախի գրավյալ տարածքներում մեծ ծախսեր անում, ռազմական առումով մեծ ծախսեր անում եւ այդ ամբողջը իր բյուջեի վրա երևալու է եւ այնտեղ որ մենք բյուջեի այս դեֆիցիտին ականատեսենք։ Այս միտումը ըստ նրա կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հետևանքներ։ Եթե ֆինանսական ռեսուրսները կրճատվում են, իսկ ռազմական ծախսերը մնում են առաջնահերթություն, ապա Ադրբեջանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությունը կարող է դառնալ ավելի կոշտ։ Մեծ հավանականությամբ արդյունքը լինելու է պատերազմ ու այդ պատերազմը կամ ասենք ավելի կոշտ վերաբերմունք տարածաշրջանում նաև Հայաստանի հանդեպ, որտեղ դեֆիցիտը, եկամուտների դեֆիցիտը կարող է իրեն կոմպենսացնել լոջիստիկ ճանապարհներ կորզվելու եւ այդ լոջիստիկ ճանապարհները արևմուտքի վրա վաճառելու համար։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքով նավթային եկամուտների նվազումը կանգնեցնելը դժվար կլինի, քանի որ Ադրբեջանում վերջին տարիներին խոշոր նավթային նոր պաշարներ չեն հայտնաբերվել։ Լրջագույն խնդիրների է բախվելու եւ այդ խնդիրները գնալով խորանալու են։ Դրա այդ հարցի լուծումը իր համար չկա, բացի մի ձևից իրանք փորձում են այդ հարցի լուծումը գտնեն որոշակիորեն հարմարվելով այսպես կոչված այդ միջին միջանցքի գաղափարը միջանց դառնան արևմուտք արևելք կապելու համար հույս ունենալը, որ դա կարող է հետագա միանց եկամուտ բերի նավթադոլարների փոխարեն, բայց ես չեմ կարծում, որ միջին միջանց կոչվածը ինչ-որ հեռանկարունեցող ծրագիր։ Մանվելյանի գնահատմամբ, եթե Բաքուն փորձի փոխհատուցել նվազող եկամուտները նոր տնտեսական աղբյուրներով, ապա Սյունիքի նկատմամբ հետաքրքրությունը կարող է ել ավելի մեծանալ։ Ոչ միայն նրա աշխարհագրական դիրքի, այլև ընդերքային ռեսուրսների պատճառով։ Փորձագետը կարծում է, որ նման սցենարը Հայաստանի համար ստեղծում է լրացուցիչ անվտանգային ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել պետական ռազմավարական պլանավորման ընթացքում։ 18 ժամ սպասում, անընդհատ հետաձգվող թռիչք, քարյուրավոր հոգնած ուղևորներ ու բազմաթիվ անպատասխան հարցեր։ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորների համար այս գիշերն ահավոր է եղել։ Նրանք ժամեր շարունակ չեն իմացել երբ են մեկնելու, որտեղ են գիշերելու եւ ով է լուծելու իրենց խնդիրները։ Դիտենք մանրամասները։ Քուրի ջան, մատ հույրանոցի հարց լուծեք, որտեղ Սպասեք ժողովուրդ, մի հատ այդ դուրս ընտրում եմ փակի։
իվալիդ մարդ կա, զգուշացրեցի։ Ես ձեզ զգուշացրեցի, որ իվալիդ մարդ կա։ Հույրանոցի հարց լուծեք։ Անվերջանալի հերթեր 18 ժամ սպասում ու բազմաթիվ անպատասխան հարցեր։ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները գիշերել են Զվարթնոց օդանավակայանում, չիմանալով թե երբ են կարողանալու մեկնել։ Երևան-Մոսկվա 1869 չվերթներ, որը պետք է տեղի ունենար ամսի 14-ին, այսինքն 13 լույս 14-ի գիշերը 12:15։ Ու հենց սկզբից, երբ որ 2 ժամ առաջ մենք գնացել ենք ռեգիստրացիան գրանցումը անցնելու, ժամը 9-ին, ասին մի քիչ պետքա սպասեք։ Սպասեցինք 1 ժամ, ժամուկես, երևի արդեն լավ չեմ հիշում, մի խոսքով ռեգիստրացիան էլ ուշացումով սկսվեց։ Այդ պահին ուղևորները դեռ չգիտեին, որ խնդիրը միայն հաշվառման գործընթացով չի սահմանափակվելու։ Երբ մոտեցել է նստեցման ժամը, այն ամեն անգամ հետաձգվել է եւս 1 ժամով։ Հետո էլի մի ժամ, հասավ մինչև ժամը 5-ը, 4-ը։ Ժամը 4-ն էր արդեն։ Ասեցին բանը, դե արդեն պետքա իրանք ինչ-որ սնունդ տրամադրեին ուղևորներին, ասեցին գնացեք 7000 դրամի շրջանակներում յուրաքանչյուրին ինչ-որ մի բան ընդեղ կողքի կաֆեից բուտերբրոդ եւ այլն ինչ ուզում եք վերցրեք, մինչեւ էսա չվերթը կլինի ու բացատրություն չկար, ինչի չի լինում չվերթը։ Ավելի ուշ նրանք թռիչքի ուշացման վերաբերյալ իրենց խոսքով ստացել են միայն անորոշ պատասխաններ։ Սկզբում հայտնել են, թե օդանավի անիվների հետ կապված խնդիր կա, ապա հայտարարել, որ ուղևորները պետք է լքեն տարանցի գոտին, կրկին անցնեն անձնագրային հսկողություն եւ տեղափոխվեն հյուրանոց։ Սակայն հենց այդ փուլում էլ իրավիճակն ավելի է բարդացել։ Մի ժամ էլ կանգնեցինք այդ պասպորտնի կոնտրոլի անցան, դա էլ ինձ տարօրինակ էր, որովհետև սկզբում ընդամենը 2 պատուհան էին բացել, այդ մարդիկ առանց տանջված տառապած այդքան սպասել էին, հետո բացեցին եւս 2-ը, մի խոսքով անցանք այդ կետը։ Այդ բան, երբ որ հասանք, ասեցին վերջ, ոչ մի հյուրանոց էլ չկա, բոլոր հյուրանոցները զբաղված են, ամենավրդովեցուցիչը դա էր, որ Երևանում հյուրանոց չկա։ Ուղևորները պատմել են, որ օդանավակայանում եղել են երեխաներով ընտանիքներ, տարեցներ եւ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Մի մասը որոշել է վերադառնալ տուն, մյուսները փորձել են փոխել տոմսերը, մինչդեռ հերթերն ավելի ու ավելի են մեծացել։ Մայրս ներքևում իվալիդ է, ինսուլտ տարած 2 անգամ։ Ոնց, բային մնացած է պարկելա պետք։ Այ քեզ բան։ Բայց վեշերը որտից ստանանք։ Ոնց հասնենք քաղաք։ Ինչ չկա։ Հիմա տաքսի կանչեմ որ տանեն։ Բաս մեկ հյուրանոց, բա էդի ուր գնանք։ Չէ, հարցեր եմ տալիս, ըստեղ լիքը Խնդիրներ են առաջացել նաև տոմսերի վերադարձի հարցում։ Ուղևորների մի մասը ցանկացել է հրաժարվել թռիչքից եւ հետ ստանալ վճարված գումարը, սակայն նրանց խոսքով տեղում դա հնարավոր չի եղել։ Ավիաընկերության ներկայացուցիչներն առաջարկել են դիմել տոմսը վաճառած գործակալությանը կամ Aeroflot-ի գրասենյակ։ У меня нет кнопки возврата. Правильно, нету кнопки возврата. Но я уже здесь, вот мои билеты. Можно сделать возврат? А вы на сайте... Снимайте, как делать? правильно делать на сайте? А как? Там нет кнопки возврата. Можно я сейчас этот самый... Ի վերջո ուղևորների մի մասը վերադարձել է Երևան, մյուս մասը կեսգիշերին Մոսկվա մեկնելու փոխարեն մեկնել է հաջորդ օրը ժամը 15-ին։ Aeroflot-ի Երևանի գրասենյակի բազմաթիվ հեռախոսահամարներից եւ ոչ մեկը ժամեր շարունակ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Անպատասխան է նաեւ էլեկտրոնային փոստով ուղարկած մեր հարցումը։ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել, տեղեկությունը հաստատել է գյուղի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը։ Նրա խոսքով աղջիկը ջերմել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները գլխի շրջանում թարախային բորբոքում են հայտնաբերել։ Սոցիալական ցանցերում եւ գյուղում շրջանառվում են նաեւ տեղեկություններ, թե 13-ամյա Տաթև Ֆախուրյանը հաճախ է օգտագործել էներգետիկ ըմպելիքներ։ Սակայն այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել եւ մահվան պատճառի վերաբերյալ եզրակացություն դեռևս չկա։ Տաթև Ֆախուրյանն ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով, համայնքի ղեկավարի խոսքով նա խոստումնալից մարզիկ էր եւ արդեն հրավերներ էր ստացել ֆուտբոլային ակումբներից։
Այժմ միջազգային կարևոր զարգացումների մասին։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել, իսկ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հռետորաբանությունը նորից կտրուկ սրվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ գործողությունների դիմել Իրանի դեմ եւ չի բացառել նույնիսկ Իրանի գործող իշխանության տապալումը։ Նրա խոսքով Թեհրանին տրված բանակցային հնարավորությունը չի արդարացրել սպասումները։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի Իրանին զրկել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել այդ ուղղությամբ Իրանի ռազմական ներուժը։ Լարված է վիճակը նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսական ուժերը գիշերը հերթական հրթիռային հարվածներն են հասցրել Կիևին։ Պատասխան հարվածի հետևանքով Մոսկվայի մարզում 6 ամսական երեխա է մահացել։ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ 1 միլիոն ռուբլի կփոխհատուցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհված երեխայի ընտանիքին։ Սիմոնյանի խոսքով ընտանիքին աջակցելու խնդրանքով իրեն դիմել էին ընտանիքի հարազատները։ Այժմ լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, կհանդիպենք։